Ողջույն սիրելի ուսուցիչներ, հարգելի հյուրեր, շնորհավորում ենք բոլոր կանանց եւ աղջիկներին, մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Եղեք միշտ սիրված, գնահատված, շրջապատված սիրելի մարդկանցով։ Պատահական չէ, որ այս չեքնախտոնը նշվում է գարնանը, չէ որ գարունն է բնության զարթոնքի, նոր կյանքի խորհրդանիշը։ Բացի այդ, մեր լեզվում ամեն սրբազան բան համեմատվում է մոր, մայր հայրենիքի, մայր լեզվի հետ։ Դե իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել այս եղեցիկ տոնի կողքով եւ ոչինչ չանենք։ Դրա համար որոշեցինք, որ բեմին ավանդույթի համաձայն այսօր լինելու են տղաները։ Իդեպ մեր միջոցառումը կրում է խորագիրը, բեմին են տղաները։ Եվ մեր համերգային ծրագիրը բացում է 877 խմբի սան այս տարի մեզ միացած Արման Ջանիպեկյանը։
Հայոց եկեղեցին այս տոնը համարում է ավետման տոն, քանի որ հրեշտակը հենց այսօրն է Մարիամին տվել Քրիստոսի ծննդյան ավետիսը։ Մինչ Մարիամ Աստվածածինը հայերը դարձյալ մեծ շուքով են նշել այս օրը, ավելի ստույգ ապրիլի 8-ը, որը նվիրված է եղել Անահիտ Դիցուհուն։ Մարությունը և մոր կերպարը հնուց մինչև այժմ եղել է պաշտամունքի ու երկրպագության աղբյուր հայկական լեռնաշխարհում։ Իսկ մեզ իր գեղեցիկ կատարումով կողջունի 873 խմբի սան Արեն Մարաբյանը։ Դիմավորեք։ Why?
նույնպես էլ մեր սիրելի տատիկների սերը անսահման է ու անվերջ։ Ոչ ոք մեզ այդքան տիեզերական սիրով ու համբերությամբ չի բարուրում, որքան մեր տատիկները։ Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհավորել բոլոր տատիկներին։ Դուք աշխարհի ամենաբարի ու ամենահամբերատար էակներն եք։ Դեիս բեմում 872 խմբի սան Տիգրան Բասենցյանն է։ Մեզ հետ, մեր կողքին սովորում են նաև դասընկերուհիները։ Ձեզ ևս ջերմորեն շնորհավորում ենք, սիրելի աղջիկներ։ Իսկ ձեզ համար ասմունքով և կատարմամբ հանդես կգա 876 խմբի սան Կարեն Ղարիբյանը։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս հասմար երկրի մեջ, արևի դեմ մի ճրակ, բայց արևի լույսի տակ, երբ ցավեր եք ինձ բերում, սրտիս մռայլն անհատակ, լույսի ճրակն է ցրում։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի բուր սրտիս մեջ, գիշեր ու զոր արեգակ։ Իսկ կան արդյոք դալիճում մարդիկ, ովքեր կցանկանան շնորհավորել մեր կանանց ու աղջիկներին։ Բարև ձեզ սիրելի հանդիսատեսներ, մենք 875 խմբի սաներս ուզում ենք ի սրտան շնորհավորենք ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնը, ուզում ենք շնորհավորենք մեր դպրոցի դասատուներին, ուսուցչուհիներին, մեր դպրոցի աղջիկներին, մեր դասընկերուհիներին և մենք ձեզ մաղթում ենք առողջություն, գերլանկություն, առողջություն, թող ոչ մի մոր աշկերից արդյունքներ չգան։ Շնորհակալություն, անցնենք մեր առաջորդ համարին։ Բեմից իրենց երաժշտական ողջույնն է հղում 878 խմբի սան Արտաշես Բզնունից։
Մեծերից մեկն ասել է. գեղեցկություն, անունը տկին է, սիրելի կանայք, աղջիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ այս աննման գարնանային տոնի կապակցությամբ։ Եղեք երջանիկ եւ ուրախ։ Իսկ հիմա բեմ ենք հրավիրում։ Արամ ջան, սպասիր, դեռ չենք հրավիրում։ Սպասիր էստեղ, ասեմ, թե ինչ է տեղի ունենում։ Սկսվում է մեր միջոցառման երկրորդ հատվածը։ Դե ինչ, որպեսզի իրականանա մեր միջոցառման երկրորդ հատվածը, ամեն դասարանից մեկ տղա է անհրաժեշտ, որպեսզի լինի բեմում։ Համեցեք։ 1, 2, 3, 4 խմբերի տղաները աջ կողմում են, 5, 6, 7 խմբերի տղաները ձախ կողմում։ Ամեն խմբից մեկ մասնակից։ Լավ, 871 խմբից ով է ներկայացուցիչը։ Մոտեցիր տղաս ներկայացիր։ Արամ Մինասյան։ Շատ հաճելի, 872-ից։ Տիգրան Բասեն։ 73, Աբրահամ Ալթունյան։ 74, Լևոն Թովմաս։ 75, Զատիկյան Սեթրակ։ 76, 77, Հայկ Գրիգորյան։ 78, Մեկ Դարբինյան։ դե ինչ տղաներ, շատ հաճելի, բուրըն ծակահարեցիք, վերջին դեպին չեք տա։ Դե տղաներ, քանի որ մայրության տոնն է, պատկերացնում ենք այսպիսի մի իրավիճակ։ Մայրիկը 2 օրով բացակայելու է տանից, եւ տան ամբողջ հոգսը մնում է ձեր ուսերին։ Եվ առաջին փորձությունը, ինչի միջով անցնելու եք դուք, լինելու է հետևյալը։ 2 տղայի աջ կողմից բռնելու են այս պարանները, Տիկին Շուշան ձեր օգնության կարիքն ունի։ Ով է բռնում պարանը, ընտրեք։ Իսկ մյուս երկուսը, ովքեր պարան չեն բռնելու։ Ձգեք պարանը, թռելու են լվացք։ Շատ կարևոր է, ինչպես են թռելու, պարանը ձիգ է պահված, թե ոչ։ Ինչ հերթակալությամբ, ինչ գույներով, պատրաստ եք, սկսեցինք։
Սարսափեցի, որ այս խաղալիքների փոխարեն կարող է լինել քույրիկը, որովհետև երկու հոգով գլուխներ են բռնել բոլոր դեպքերում, եթե հաշվի առնենք արագությունը, բայց բայց քույրիկը տղաները ևս շատ արագ աշխատում էին, եկեք մեկ միավոր ես կոպի տանք, եկ միավոր ես կոպի։ Շնորհակալություն։ Եվ այսպես, երրորդ փուլ։ Եթե դուք նկատեցիք, սիրելի տղաներ, ձեզանից երկուսի քույրերը գտնվում են դահլիճում եւ դա հեչ պատահական չէ։ Խնդրում եմ մեր փոքրիկներին 501 խմբի Ժասմենայի Վարուժանի հետ Վարուժան ջան, նստեցնում ենք քույրիկին էստեղ, այլ էստեղ բալի, մազերը դարձածում ես, որն է ձեր պահանջը։ Քույրիկը առավոտ պիտի գնա դպրոց և նրա մազերը պիտի հյուսեն։ Պատրաստ եք, սկսեցինք։ Աղջիկներ շնորհակալություն, սպասեցեք ձեր տեղը, իսկ դուք դեռ սպասում եք, ձեր փորձությունները չեն ավարտվել։ Ասեք խնդրեմ, ամենաշատ ինչ եք սիրում ուտել։ Ձեր հաջորդ փորձությունը արդեն հասկանում եք, չէ՞ ինչ պիտի արվի այս կարտոֆիլի հետ։ Պիտի կլվեր, որպեսզի
ձեր լեզվով ասեմ, կարտոշկա ժարիկ պատրաստեմ։ Եվ հանձնախումբը գնահատելու եւ ոչ միայն կմտել է, այլև կեղևի հաստությունը։ Դե ինչ տղաներ, համեցեք, ով է գալիս։ Դժվար է հատել, որովհետև արագության առումով իհարկե ձեր թիմը ավելի մաքուր եւ կողքից աշխատում էր մյուս թիմը։ Եկեք մեկ միավոր տանք տղաներին, ծափարենք եւ դրա ամբողջին միավոր մաքուր աշխատանքի համար մյուս թիմը։ Ամենավերջին, բայց եւ ամենակարևոր փորձությունն է, որտեղ պետք են սիրելի գործընկերներ, ձեր դասընկերուհիների աջակցությունը։ Ով է բարձրանում աջ կողմից այն աղջիկներ։ Համեցի, որ խմից ես։ Եվ դու որ բարձրացել ես։ Լավ, նստիր Էմիլի ջան։ Ինչ է ձեզ սպասվում, ինչ եք կարծում։ Սիրելի տղաներ, ձեր վերջին փորձությանը ձեզանից անհրաժեշտ է մեկը, ով պետք է մեյքափ անի դասընկերուհին։ Ողջույն եք
Միայն այս վերջի ինչ է, դարժություն ասեմ, չգիտեմ, առաջադրանքը, եկեք ոչ թե գնահատենք որակը, այլ երկուական միավոր տանք տղաներին ես համարձակության համար երկու միավորվեք և երկու միավորվեք, շնորհակալություն տղաներ ջան։ Դե ինչ սիրելիներ, շատ շնորհակալ եմ, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Երեխեք ջան, եկեք նա բարձր ծափահարենք մեզ լվաբերի բոլոր հերոսներին։ Եկեք հատուկ ծափահարենք մեր մրցույթի մասնակից համարձակ տղաներին, բոլորը փորձի կանեք։ Ես ուզում եմ, բայց թույլ տվեք ես կողմնապահություն անեմ, երկու տղայի առանձնացնեմ, ուրեմն բեմում ես ուրախացա, որ Տիկին Աննան այն մյուս թիմի չնայած հագցերեսի տվեցին, Լևոնի հոգատարությունը փոքրիկի նկատմամբ շատ հրաշալի է, Լևոն ապրես, եւ Կարենին ուզում եմ նավի համարձակության համար ծափահարել։ Ինչ եղավ ինքը առաջինը հարվածի վրա վերցրեց, դուք բրավո Կարեն, ապրես բոլոր երեխեք։ Իհարկե շնորհակալություն Տիկին Շուշանին, նաև Տիկին Խանդութին այս հրաշալի գաղափարի համար։ Ես միշտ ասում եմ, որ լինելով նրա կողմնակիցը, որ կանանց դերը իրոք շատ կարևոր է աշխարհում, բոլոր ոլորտներում, մեկ է գտնում եմ, որ եթե կնոջ կողքը, աղջկա կողքը չլինեն ուժեղ և պատասխանատու տղամարդիկ, այս աշխարհը կդադարի այնպես գործել, ինչպես պետք է գործի։ Եկեք բարձր մեր բոլոր տղաներին, իրենց գոյության, իրենց պատասխանատվության, իրենց հարգանքի համար ծափահարենք, մայրիկներին կփոխանցենք, որ նրանց ապագան ապահով ձեռքերում է, հանգիստ կարող են գնալ արձակուրդ, բայց երեխաների երևի դեռ պետք չի թողել։ Բայց թույլ տվեք նաև օգտվելով առիթից, ես նույնպես շնորհավորեմ դահլիճում գտնվող պատանի մեր աղջիկների, իմ գործընկերների, հյուրերի, ձեր մայրիկների, տատիկների և բոլոր մեր շրջապատող այն հրաշալի կանանց տոնը, ովքեր մեր կյանքը ավելի հարստացնում են։ Եվ այսօրվա այս խաղերը, որոնք հուսահումորային են Երևան, ամեն դեպքում թողնես մեկ անգամ ևս հիշեցնեն, որ դուք ամեն դեպքում ձեր քույրիկների, մայրիկների, տատիկների համար ձեր տղաներ գրում եք պատասխանատվություն, դուք եք նրանց հենարանն ու պաշտպանը, դուք պիտի նրանց աջակցեք ցանկացած հարցում, առանց ձեզ իրոք նրանց կյանքը շատ տխուր կլիներ։ Լավ, ձեզ շատ մեծ շնորհակալություն և շնորհավոր բոլորի հայրության, գեղեցկության։ There is no home like a mother's home, mama home.